առավոտյան ժամերի մասով եւ երեկոյան ժամերի մասով հիմնականում վստահ եմ երկուսս էլ խոսում ենք նույն բանի մասին, էլի հիմնականում խոսքը գնում է աշխատանքային օրերի ծանրաբեռնվածության մասին, բայց մի հատ ուրիշ բան էլ կա, էլի ես նկատել եմ, որ նաեւ մեր գործընկերները հիմնականում այդ վատ իրավիճակը գործընկերներ ասելով մեր ավականի գործընկերներին նկատի ունեմ, էլի ոչ թե ձեզ լրատվամիջոցներին, շատ դեպքերում գնում են այն բանուկ հատվածները քաղաքի, որոնք որ բոլորը հրաշալի գիտեք, էլի, որտեղ որ շատ ուսանողություն կա, շարժը շատ է եւ այլն, բայց պայմանական եթե գնաք այլ մի ինչ որ կանգար, այդ իրավիճակը վստահ եմ չեք տեսնի, բայց այն որ խնդիր ունենք, այո, դրանից այն որ ասում չեն կարող խուսափել, էլի, դրա համար է որ այս տարի տենց նախատեսում ենք, որ եւս 45 տրոլեյբուս բերենք եւ տեղյակ եք շատերը, որ քննարկումներ կա եւ ինչ որ մի փուլի ասա, այս բան չգիտեմ, ինչ հաջողություններ ունենք այդ մասով, բայց նաեւ 250 նոր էլեկտրական ավտոբուսներ ձեռք բերելու մասին ենք մենք հայտարարել, որի շուրջ արդեն աշխատանքներ իրականացնում ենք։ Ինչ վերաբերվում է տեխնիկական խնդիրներին, տեսեք, հիմա տեխնիկական խնդիրների մասով ես էլ դուք էլ վստահ եմ, ես մի տարի շարունակ, այսինքն մի քիչ ավելի քիչ նոյեմբերից սկսած, երբ որ ներդրվեց միայն անկախիկ վճարելով տարբերակը, այս ընթացքում շատ փոփոխություններ են եղել, թե ժամկետների մասով, տեխնիկական այլ խնդիրների մասով, այո, հիմա այդ 1 րոպեն, երբ որ օրինակի համար ներդրվել է, ես չեմ կարող վստահաբար ասել, ինչ տրամաբանության մեջ է այդ 1 րոպեն ընտրվել, բայց ես կարծում եմ, ինչպես մեր նախորդ այս կամ այն որոշման մեջ, որը որ իրականության մեջ եկել ենք եւ հասկացել ենք, որ իրականության մեջ գուցե իդեան եւ մտքերը լավն են իրականացնելու համար, գուցե այստեղ տեխնիկական որոշակի փոփոխություններ անենք։ Հիմա եթե մենք կգանք այն փուլի կհասնենք, որ արդեն դա կիրառելուց կհասկանանք կամ գուցե մինչև դա էլ հավելյալ քննարկումներ լինեն, որովհետև դեռ ամբողջությամբ այդ փաթեթը մուտք չի եղել, եթե չեմ սխալվում, այսինքն օրակարգում դեռ դրված չի, ես կարծում եմ, որ գուցե այդ մասով որոշակի փոփոխություններ լինեն մինչև նախագիծը արդեն բուն հաստատվելը կամ գուցե արդեն այդ տեխնիկական հարցերի կիրառության տեսանկյունից հետագային որոշակի լուծումներ տրվեն։ Նաև վիճակագրություն ներկայացրիր, այդ գումարը վերաբերում է փետրվարի 1-ից մինչ օրս հավաքագրում։ Խոսքը վերաբերվում է հունվարի 1-ից մինչև մարտի 10-ը ներառյալ ժամանակահատվածը։